Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք, Energy մարզասրահից ես Քնարիկն եմ։ Ես շարունակում եմ ուսումնասիրել հետաքրքիր կերպարների տարբեր կողմերից եւ այդ հետաքրքիր կերպարների հետ միասին ուսումնասիրել սիրողական սպորտը իր բոլոր մոլեկուլներով։ Եթերում է «Մարզվենք միասին» հաղորդաշարը։ Հաղթանակը ուժ է, մոտիվացիա եւ ստիմուլ։ Հաղթողի հոգեբանություն ունենալը շատ կարևոր է մեզանից յուրաքանչյուրի համար։ Այսօրվա իմ հյուրն է Ultimax MMA վարկածով աշխարհի չեմպիոն Արմեն Հրապետյանը։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ընդունված է կարծել, որ խառնածին մենամարտերը առաջին անգամ լայն աուդիտորիայի առաջ տեղի են ունեցել դեռ մեր թվարկությունից առաջ 648 թվականին հին անտիկ օլիմպիական խաղերի ժամանակ ներառված են եղել հատուկ ծրագրեր, որոնք նախատեսված են եղել այն ժամանակվա զինվորների համար հատուկ ֆիզիկական պատրաստվածություններ։ Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում Ultimax MMA վարկածով արդեն մեզ կասի իմ հյուրը։ Արմեն, ուրախ եմ, որ իմ տաղավարում ես, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, խնդրում եմ, ասա, ինչ է իրենից ներկայացնում MMA-ը։ Շնորհակալություն Քնար ջան, շնորհակալություն հրավերի համար։ Շատ ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ ձեր տաղավարում։ Ես հիմա կխոսեմ ինչ է նշանակում ընդհանուր մենամարտի մարզաձևը, իրենից ինչ է ներկայացնում, որպեսզի մեր հանրությանը, մեր հանդիսատեսներին պարզ լինի, ինչ է նշանակում ընդհանուր մենամարտի մարզաձևը։ Ընդհանուր մենամարտի մարզաձևը ինքը իրենից ներկայացնում է մարդ առանց կանոնների, այսինքն որ ասվում է մարդ առանց կանոնների, դա չի նշանակում, որտեղ կանոն չկա, կա կանոններ, կա այնպիսի կանոններ, որ կյանքիդ վտանգ չի սպառնում։ Այո, լինում է մրցաշարերի ժամանակ մենք հազվադեպ ենք տեսնում, որ դժբախտ պատահար է լինում կորուստ մարզիկի, բայց եթե դու պրոֆեսիոնալ մակարդակի զբաղվում ես, ճիշտ մարզիչների մոտ զբաղվում ես, ճիշտ մենամարտում ես, մտնես ավելի ուժեղի հետ կպնես, բռնեն ծխեն, կարելի է մարզական պրծնի էթա, չէ, պետք է այդ որ ասում են մարտի առանց կանոններ, այդ նշանակում է, որ կանոնները մի քիչ ավելա, կանոնները, այսինքն կարելի է գետնի վրա հարվածել, ստոյքում աշխատել, այսինքն տարբեր ձևի էլի, որ կարաս աշխատես, չի կարելի արմուգով կծեր, չանգրել, խոսալ, մազերի ձգել, պախը խփել, վզի ծոծրակին խփել, չի կարելի այդ մահացու կետերին խփել։ Դրա համար էլ որ մի քիչ ավելի շատ է այդ կանոնները, պայքարի ձևը մի քիչ ավելի շատ է, դրա համար էլ անումը ընդհանուր մենամարտեր է, բայց ոչ կան կանոններ, կան պահպանություններ, ոչ թե ընդհանուր մենամարտերը մարզիկների առողջությունը կարևոր չի, ոչ ամենից կարևորը մարզիկների առողջությունն է եւ ճիշտ թերապետը ճիշտ մարզվել, որ հետագայում ժամանակում մարզումների ընթացքում խնդիրների չառաջանա քո վրա։ Դա նշանակում է ընդհանուր մենամարտի մարզաձևը։ Մի քիչ որ կանոնները ավելի շատ է, դրա համար էլ ասում են ընդհանուր մենամարտի մարզաձև։ Աշխարհում հայտնի է MMA անունը։ Դա Mixed Martial Arts։ MMA-ը բայց ճյուղեր ունի, չէ՞։ Ultimax-ը դա ինչ որ ճյուղի տեսակ է։ Այո, կա, նայեք, դա վարկանիշային կազմակերպություններ է։ Այսինքն Ultimax, UFC, Bellator, Fight Nights, PFL, դրանք սա կազմակերպություններ է, բայց մարզիկները կպնում են մեկ մարզավոճով, այսինքն MMA մարզավոճով են կպնում, մարտի առանց կանոնների մարզաձևով են կպնում։ Դա տարբերությունը պրոմոտորսկի կամպանիա է։ Կազմակերպություններն են կազմակերպությունը, վարկանիշային կազմակերպություններ է, կոնկուրենտներ է, ոնց է BMW, Mercedes, մեկը հանում է, մեկը գնում է, դա եկել նույն տարբեր կազմակերպություններն է, տարբեր մասնաճյուղեր։ Ամերիկայում, դա вообще Ամերիկայից է եկել ընդհանուր մենամարտի մարզաձևը, вообще Հայաստանում բանում Կովկասից է եկել, բայց ընդհանուր մենամարտերի общий կյանքը Միացյալ Նահանգներում է լինում։ Հենց այնտեղ է սկսվել ամեն ինչ, ինչպես է ստեղծվել այդ։ Ինչպես է ստեղծվել, կա Ամերիկա UFC կամպանիա, իր ղեկավարը Դանա Վայթն է եւ Իրանը պատմելով իր ինտերվյուները նայելով շատ կյանքի բերումով աշխարհին ինքը ապացուցել է, որ ընդհանուր մենամարտի մարզաձևը, ընդհանուր մենամարտերի մարզաձև է նշանակում։
Փառք Աստծո կարողացավ դանալ այդ աշխարհին ապացուցի, որ դա նշանակում է սպորտ, մարզաձև եւ այդպես ճյուղավորվեց ամբողջ աշխարհում։ Բայց ոբշի ես որպես մարզիկ, որպես ընդհանուր մենամարտերի ներկայացուցիչ, ես տեսել եմ ռուս մարզիկին Ֆյոդոր Եմելյանիկոին, իր մենամարտերը նայել եմ, հետաքրքրվել է եւ ես միանգամից մտել եմ ընդհանուր մենամարտի մարզաձևի մեջ։ Իսկ Արցախի Arm Fighting Ֆեդերացիայի մասին չկարող ես ասել, ինչպես է ստեղծվել։ Արցախի Arm Fighting Ֆեդերացիան ստեղծվել է Հանձինես Հայկ Ղուկասյանի եւ իմ շնորհիվ, քանի որ ես ընդհանուր մենամարտի մարզաձևից մասնակցել եմ Arm Fighting մրցաշարերին Հայկ Ղուկասյանի կողքին, ասեմ, որ Հայկ Ղուկասյանը միակ մարդն է, միակ պրոմոտորն է, որ MMA մարզաձևը ամբողջ Հայաստանում զարգացրեց, արդեն 20 տարուց ավել է, ինչ MMA մարզաձևը զարգանում է եւ մինչեւ հիմա առելի թափ է առնում Հայաստանի Հանրապետությունում եւ իր բոլոր ողջ մարզերում։ Եվ դա մեծ գովալի է, քանի որ ընդհանուր մենամարտի մարզաձևով սաղ աշխարհը, որ ամբողջ աշխարհն է հետաքրքրված այդ մարզաձևից, հուսով եմ, որ մեր հայ մարզիկները կկարողանան առաջիկայում իրենց անունները եւ ճիշտ կերպել եւ հաղթանակներ կերպել եւ փորձեն պահել Հայաստանի սփյուռքի, ինչու՞ չէ նաեւ Արցախի անունով։ Ինչպես պահել ենք միշտ եւ պահում ենք միշտ։ Ցավոք Արցախը հոգեպես, ֆիզիկապես, չգիտեմ ոնց ասեմ, որ ճիշտ լինի, Արցախը չկա, բայց միշտ կա։ Ոչինչ։ Արմեն, մի փոքր հետ գնանք եւ փորձենք հասկանալ դու ինչպես սպորտ մուտք գործեցիր։ Ես սպորտ մուտք գործեցի ըմբշամարտից, քանի որ աղբերներս մարզվում էին սպորտով, մի 2 տարի մարզվելուց հետո ըմբշամարտը, դու սկսեցի սանդաուշուր։ Քանի տարեկան էիր։ Շատ էի փոքր, 6 տարեկան էի։ 6 տարեկանից սկսել ես։ Այո, 6 տարեկանից ես ինձ Արցախը միշտ ճանաչողը գիտի, որ Սունկեն միշտ մեջքս ա եղել։ Այդ ինձ գիտեն, այդ ինձ հանրության աչքի առաջ մեծացել եմ։ Ես սկզբից զբաղվել եմ ըմբշամարտով, մի 2 տարի զբաղվել եմ, հետո աղբերներիս հետ գնացել եմ քիքբոքս սանդաուշուի պարապմունքներին եւ այդտեղ էլ հետո քիքբոքսինգ եմ շարունակել գնալ եւ հետո միանգամից տեղափոխվեցի ընդհանուր մենամարտի մարզաձևը։ Ճիշտ է, դժվար է եղել, բայց ես իմանում էի, որ ես իմ ուժերի վրա վստահ եմ, որ կարող եմ այս սպորտում էլ կարող եմ ինձ դրսևորել բավականին լուրջ որպես մարզիկ, որպես հայրենիքի օգտակար եւ պետական եռագույն բարձրացնող եւ մեդալ բերող մարզիկ։ Ի հայրենիք։ Ահա, վերադառնանք քո գոտիներին։ Ես գիտեմ, որ 2018 թվականին աշխարհի չեմպիոն ես դարձել, ուրիշ ինչ գոտի ունես։ 2018 թվականին Հայկ Ղուկասյանի շնորհիվ Ultimax MMA ասոցիացիան հրավեր նետեց Հայաստանի Հանրապետություն, ոչ թե հրավեր նետեց, այլ հրավիրեց Հայաստանի Հանրապետության Arm Fighting Ֆեդերացիայի մարզիկներին եւ պարոն Հայկ Ղուկասյանը այդ հրավերը ընդունեց եւ մենք ներկայացանք 3 մարզիկներով 56 կիլոգրամ քաշային կարգում ներկայացրեցի Հայաստանի Հանրապետությունը ես, 61 կիլոգրամ քաշային կարգում Սերգեյ Հարությունյանը եւ 77 կիլոգրամ քաշային կարգում Միշա Դիլանյանը։ Եվ փառք Աստծո 3 քաշայինում էլ Հայաստանը տվեց 3 աշխարհի չեմպիոն այդ մարզաձևից։ 3-ը էլ հաղթեցիք։ Այո։ Արմեն, եթե սպորտը դնենք մի կողմ, կա մի մասնագիտություն, որ դուք ես պատկերացնում ես, այդ մասնագիտության մեջ էլ դուք ես հարմարավետ կզգայիր կամ հաջողության հասած կլինեիր։ Չի լինի ոչ մարզական վիճակում կամ չգիտեմ, ոչ սպորտ վիճակում։ Չգիտեմ ինչ ասեմ, բայց որպես տղամարդ, որպես հայ մարդ ամեն ինչ էլ կարող եմ անել։ Տես մասնագիտություն չկա, որ ասես չեմ կարող անեմ։ Ամեն ինչ, ձեր մտքով ինչը անցնում է, որը կարա տղամարդը անի, այդքանը սաղ կարամ անեմ, ամեն ինչից, թեկուզ հայաց սրբելուց, ամեն ինչ էլ կարամ անեմ։ Ինչով ես սիրում զբաղվել, որ հանգստանում ես, հաճույք ես տանում, երջանկանում ես այդ զբաղմունքից։ Առաջին հերթին
ոնց ասեմ, առաջին հերթին ինձ ունեմ ընտանիք, ունեմ երեխա, որ ես մարզապարապմունքից հետո, սաղ եմ գործերից հետո անմիջապես ուզում եմ վազեմ իմ ընտանիքի մոտ, իմ ընտանիքիս հետ շփվեմ, առօրյա կյանքով զբաղվեմ։ Այդ դա է քեզ հաճիկ պատճառը։ Իհարկե, գիտեք ոնց, եթե դու մարդ ընտանիք ես ստեղծում, ինքը պիտի պարտավորվածություն վերցնի իր վրա, ընտանիք ստեղծելը պիտի շատ հեշտ է, դժվարն է պահելը։ Պետք է տղամարդ տղա լինես, որ կարողանաս պահել ընտանիքը, հատկապես մեր կարգավիճակում այս դժվարություններին պետք է միշտ ուշադրության կենտրոնում լինես։ Տղամարդը պետք է առաջնահերթ հոգա իր տնային հարցերը, հետո երկրորդականը, որովհետև մի հատ էլ եմ ասում, չկա այդպիսի տղամարդ, ես այդպիսի տղամարդ չեմ իմանում, որ առաջնահերթ իր ընտանեկան հարցերը չլինի։ Գիտեք ոնց կարամ ես խոսքի մի քանի ամիս դադարեմ սպորտը, էլի նորից գամ, վերականգնվեմ, բայց ես չեմ կարող իմ ընտանիքը մի քանի ամիս դադարեմ, հետո նորից գնամ ապրեմ։ Քանի որ ընտանիքում ապրում ես, շենանում ես, շենացնում ես ի օգուտ քո հայրենիքին։ Ոչ թե պիտի ամուսնանաս, այլ հեռանաս, այլ պիտի ամուսնանաս ու շենացնես հայրենիք, զավակներ, ազգ, բանակ, հաղթանակ։ Այդ է մեր կարգախոսը։ Չխմես, չքաշես, մարզվես, լինես առողջ, լինես բանակիդ կողքին, լինես հայրենիքիդ կողքին, ընտանիքից հետ բացի աղջիկը քույրը տա, տղան աղբերը տա։ Մեծին ասածը հարգում ես, ծանրությունը ձեռից է վերցնում ես։ Մենք տենց ենք մեծացել, տենց ենք սովորել։ Արմեն, Արցախի պատմությունը գիտենք բոլորս, ցավում ենք բոլորս, բայց բնականաբար քեզ համար շատ ավելի ցավոտ կլինի։ Ես չեմ ուզում, որ դու այդ մասին խոսես, չեմ ուզում նորից այդ ամենի միջով անցնես։ Ես գիտեմ, որ դու քո ընտանիքը փրկել ես եւ քո գոտիները փրկել բերել ես։ Միայն ես մի բան եմ ուզում ասել, որ այս կյանքը ամենաունիկալ բումերանգն է եւ ես հուսամ, ես հավատում եմ, որ մեր ժամը գալու է։ Համաձայն ես ինձ հետ։ Իհարկե։ Չգիտեմ ոնց ասեմ, բայց պետք է համախմբվենք նախ առաջինը, մեզ ինչա պետք է։ Մեզ պետք է առաջինը իրար չխաբենք, համախմբվենք։ Արցախն ու Հայաստանը չտարբերենք, ով որ տարբերում է այն իրան, համ հայաստանցին, համ արցախցին։ Պետք է երկուսը համատեղ պատժեն, որ երբեք ու երբեք այդպես խոսակցություն չլինի։ Գիտեք ինչ եմ ասում, իմ սիրտս այնքան է կոտրվում, որովհետև ես սիրում եմ Հայաստանը, սիրում եմ Արցախը, սիրում եմ Սփյուռքը։ Ետ է իմ հայրենիքը, այդ երեքն են։ Սփյուռքը, Արցախը, Հայաստանը։ Բոլորն էլ հայ են։ Էդ է, բոլորն էլ հայ են։ Մեր տարբերությունը գիտեք որն է եղել, որ հեռու ենք եղել ապրելուց, ուրիշ ոչ մի բան։ Դա մեզ տարբերություն չկա ուրիշ։ Մենակ տնային հեռավորությունն է, որ հեռու ենք ապրում իրարից։ Մենք մի հայրենիքում ենք ապրում, մի հողի վրա, մի հողի ջրի վրա, ով որ մեր նախկինները, մեր մեծերը, ով որ իրենց կյանքը, ջանք ու եռան չեն խնայել, հանուն այդ հողին, հանուն այդ ջրին, պահել են, պահպանել են, շենացել են։ Դժբախտաբար հայ ազգի գլխին սևոր է եկել, ոչինչ, ես հուսով եմ, որ հայ ազգը այս նորից կկերտի իր հաղթանակները։ Դրա համար մեզ պետք է մենք ընդունենք համախմբվածություն, իրար չխաբենք, միշտ սիրենք իրար, դավաճանությունը մեր մեջից է հելնի, ես չեմ առանձնացնում մարդկանց, պետք է դավաճանությունը հելնի, մարդ պետք է ինքը առաջին հերթին իրան համարի իր հայրենիքի շարքային զինվորը, որ առանց իրան իր ընտանիքը ոչ ոք չի պահելու, այդ գաղափարախոսով ինքը առաջանա։ Եթե մարդ այդ գաղափարախոսով չառաջանա, երբեք ու երբեք ոչ իրան հայրենիքա լինելու, ոչ էլ իր հայրենիքը ինչ որ մին ուրիշ պետություն սիրելու է։ Առաջինը դու պիտի սիրես քո հայրենիքը, հետո պարտադրես, որ քո հայրենիքը սիրեն։ Պարտադրես աշխարհին, որ դու ամենից նորմալ քաղաքակիրթ մարդն ես։ Ինչա հիմա մեզ աշխարհը մորից ձևեն իմանում բանանում, ոչինչ, հայ ազգը ոչ մի անգամ էլ ծնկի չի եկել։ Պարտությունն էլ է մարդու համար, պարտությունն էլ է ազգի համար։ Չկա այդպիսի մի հատ պարտություն, որ դժվարությունով չհաղթահարես։ Պրոստը մեզ պետք է համախմբվածություն։ Եթե մենք համախմբված չլինենք, ես վստահ ասում եմ, կյանքում ոչ ոք Արցախ չասի։
որովհետև Արցախ չի լինելու ոչ մի ձև։ Պետք է համախմբվենք, որ Արցախը նորից հետ գա։ Ոչ միայն Արցախը, պիտի համախմբված լինենք, որ հայրենիք պահենք։ Մեր Վանը ուր մնաց խոսքի։ Վանի նման կորցնելու ենք։ Կիրովաբադը 2 միլիոն հայ ա եղել ապրելուց։ 1 միլիոն նասիլենի հայ ա եղել ապրելուց։ Ուրա։ Դե մեկ մարդիկ մեր արդեն սերունդում մոռանում ա Վանը ինչ ա, Կիրովաբադը ինչ ա։ Պետք է մենք մեր երեխաներին, մեր սերունդին միշտ ասենք, միշտ թարմացնենք իրաց ուղեղները, որ հայը միշտ իր հողի համար կռվել է, որ հային արդեն ասում են դու պիտի հանգիստ ես, կռի ոչ մեկին չունես, հայը պիտի միշտ իմանա, որ նորից սկսում են իրան սպանելը։ Դրա համար մենք միշտ պետք է լինենք մարտական ամեն ձևի։ Հիմա ես այն վաղ մինչև կռիվը մարզիկ եմ եղել, կռիվը սկսել է, դարձել եմ իմ հայրենիքի շայքային զինվորը, ով ոնց մնացածը նենցել ես, պրծել է, նորից անցել եմ իմ առօրյա կյանքին, Աստված հեռու տանի, մի հատ եմ գնալու, 2 հատ եմ գնալու, բայց Աստված հեռու տանի, որովհետև էլ կյանքում չեմ ուզում, ոչ ես, ոչ իմ հայրենիքից զավակը տենա կամ մի հատ մայր կամ մի հատ քույր կամ մի հատ հղիկին տենան ոնց են վազելով, ուշքները գնալով, ընկնում նկուղները կամ չգիտեմ, չեմ ուզում դրանից խոսամ էլի, որովհետև սա այդ մասին չխոսենք Արմեն ջան, այո, իսկապես իմ հաղորդումը ուրախ, թեթև հաղորդումը պետք չէ այդքան ծանրած։ Ոչինչ, մեր հայրենակիցները թող իմանան, թող ոչինչ, սրտացավ լինեն, որ պետք է սրտացավ լինես, որ ուժեղանաս։ Այո, Արմեն ջան։ Իսկ այստեղ ինչից է սկսել, որտեղ ես մարզվում, ինչով ես զբաղվում։ Այստեղ շատ լավ հարց եք տվել։ Այստեղ դեռ իմ համար եմ մարզվում, դեռ գնում եմ ֆեդերացիա մարզվում, մրցաշարը առաջիկայում դեռ սպասում ենք, որ պետք է լինի, չեմ կարող հիմա հանդիսատեսին հիմա ասեմ հաստատ լինելով է, քանի որ ես էլ չգիտեմ հաստատ, բայց նախնական տվյալներով պլանավորում ենք դեկտեմբերի 25-ին գոնե մեկ մրցաշար անցկացնենք, որ կարողանամ Հայաստանի Հանրապետությունում անցկացնեմ իմ մենամարտը, քանի որ արդեն երկար ժամանակ չեմ մենամարտում, արդեն մենակ անընդհատ պարապվում եմ, էլի իմ համար էլի տենց վատ մենակ անընդհատ պարապվեք, եթե մտնեք դուք իմ Facebook-յան էջը դուք նայեք, դուք կտենաք ես 10 ամսվա ընթացքում ամենից թեժ բլոկադայի ընթացքում ամենից թեժ պարապմունքներին էի անցկացնում։ Բլոկադայի ժամանակ 10 ամիսվա ընթացքում իմ կյանքիս ամենից լուրջ, ամենանպատակասլված ժամանակն ա եղել, որ ես պարապվել եմ։ Այդ 10 ամսվա ընթացքում։ Բայց որ սնունդ չկար, դա չէր խանգարում։ Չկար, խանգարում էր, բայց դե գիտեք ոնց, հիմա չեմ ուզում սենց սնունդ, մենք անտարի մարդիկ ենք, ոչինչ, անտարով դիմանում էինք։ Իսկ սննդակարգի հետ կապված ինչ կարող ես ասել, մարմինդ ինչպես ես պահում։ Ներկա պահին հիմա մարմինս ամեն ինչ օգտագործում է, որպեսզի 10 ամսվա ընթացքում իր եղած հեղուկը ջուրը որ դուրս է եկել, վիտամինները սաղ լավանում է, ինչ ճիշտ է ես տենց այդքան էլ շատ ուտող չեմ, տենց մի բանից ավարտում եմ, տենց շատ բաներ չեմ սիրում, բայց հիմա փորձում եմ մի քիչ ախր վիտամինները, բանով մի քիչ օգտագործել, որպեսզի եթե պրոֆեսիոնալ մարզիկ ես, մարզիկները կհասկանան ներկապային ես հիմա ինչ եմ ասում, պետք է մի քիչ վիտամինների շատանա, կալորիատ լավ լինի, որ կարողանաս մրցաշարի մասնակցես, առաջին հարվածից չընկնես, պետք է ֆիզիկապես կոփված լինես, ֆիզիկապես կոփվածն էլ ոչ թե մենակ պարապմունքն է, եթե դու դրանք չօգտագործես, վիտամինները չօգտագործես, դու չես կարող ֆիզիկապես ուժեղ լինես, պետք է վիտամինները օգտագործես, որ գաս մարզադահլիճում կարողանաս պարապվես։ Ներկա պահին հիմա բոլորից էլ ամեն ինչից էլ սնվում եմ, քանի որ դեռ չկա այդպիսի մի հատ մրցաշար, բայց ասեմ, որ սեմուշկա, խմիչք, սիգարետ, միգարետ, տենց բաներ չեմ անում, ոչ մի բան տենց բաների հետ չկա, ընդհանրապես տենց հարցերում։ Լավ, Արմեն ջան, շնորհակալ եմ շատ։ Ես պիտի խնդրեմ, որ որևէ կոմբինացիա ցույց տաս MMA-ից։ Հնարավոր է դա։ Ես կարամ, քանի որ դուք աղջիկ եք, դուք ես ձեր վրա չեմ կարող այնպիսի կոմբինացիաներ ցույց տամ,
որ հանդիսատեսի համար հետաքրքիր լինի, ես դրա համար նախընտրում եմ Գորոշայի վրա մի քանի վարժություն ցույց տամ եւ այդպիսով էլ մեր հարցազրույցը ավարտին հասցնենք։ Շատ լավ Արմեն ջան, շատ լավ։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, մեզ հետ հետաքրքիր է լինելու։ Միացեք։
Տեսեք, ձախ ոտքը 90 աստիճան, աջ ոտքը տանում ենք հետ եւ գալիս ենք առաջ։ Հիմա, քանի որ իմ ձախ ոտքն է ծալված, Արմեններ, աջ ձեռքս ձգում եմ առաջ։ Ապրես, շատ ճիշտ է։ Բացում ենք կրծքավանդակը։ Գալիս ենք առաջ։ Բռնում ենք ոտնաթաթը։ Շատ ճիշտ է ու ձգվում։ Ահա։ Ծալում ենք ոտքը։ Ուղղվում ենք, մի ձեռքը դնում ենք հատակին, մյուս ձեռքը ոտնաթաթին եւ ուղղում ենք ողնաշարը։ Պարանոցը տանում ենք հետ։ Քթով խորը շնչում ենք, բերանը վարտաշնչում։ Ուղղվեցինք, մյուս ոտքով ենք աշխատում։ Հիմա աջը ծալեցինք 90, ձախը հետ։ Ահա, ապրես, շատ ճիշտ է։ Գալիս ենք առաջ։ Հիմա, քանի որ իմ աջ ոտքն է ծալված Արմեն, ձախ ձեռքս ձգում ենք առաջ։ Բացում ենք կրծքավանդակը։ Շատ ապրես, շատ ճիշտ է։ Ահա, գալիս ենք առաջ։ Բռնում ենք ոտնաթաթը, ձգվում դեպի այն։ Ահա, հիմա ոտքը ծալեցինք, մի ձեռքը դնում ենք հատակին, ողնաշարը մաքսիմալ ուղղում ենք և ձգվում ենք հետ։ Քթով խորը շնչվում, բերանը վարտաշնչում, ողնաշարը մաքսիմալ ուղիղ։ Շատ ապրես Արմեն, հիմա ոտքերը խաչաձև ծալում ենք։ Ուղղվեցինք, ոտքերը բացում ենք լայն։ Ձգվում ենք դեպի ձախ ոտքը։ Աչը։ Գալիս ենք կենտրոն։ Ոտքերը միացնում ենք, վերցնում ենք ռեզին Արմեն, հագցնում ենք ոտքերին։ Հիմա նայր, ողնաշարը մաքսիմալ ուղղում ես և ռեզինը ձգում ենք դեպի մեզ։ Նայր, ձեռքերը հետ, արմունկները ապրես, շատ ճիշտ է, և գալիս ենք առաջ, ուղիղ մեջքով, շատ ճիշտ է, ապրես, շատ ճիշտ է, նորից ձգվում ենք հետ, գալիս ենք ուղիղ մեջքով առաջ, ապրես, շատ ճիշտ է, ուղղվեցինք ձեռքերը հետ, առաջ, ուղղվեցինք ձեռքերը հետ, առաջ, ահա, թուլացնում ենք, ռեզինը հագցնում ենք աջ ոտքին և ձգում ենք դեպի մեզ։ Մյուսը, շատ ապրես, ձախը, ծունկը ձիգ, ձգում ենք դեպի մեզ։ Ուղղվեցինք, ռեզինը դնում ենք մի կողմ, հետ ենք սեղմում ձեռքերը, թուլացանք։ Շնորհակալ եմ Արմեն ջան, քո մասնակցության համար։ Իսկապես ուրախ էի քեզ տեսնել, ուրախ էի տեսնել քեզ իմ հաղորդմանը, հուսամ հավանեցիր եւ հուսամ մենք հեռուստադիտողին ինչ-որ բան կարողացանք ասել եւ հասկացնել։ Այո, շնորհակալություն ձեզ շատ-շատ, շնորհակալություն ձեր տաղավարին, մարզուեք սպորտով, ապրեք սպորտով, մի խմեք, կտրվեք ձխախոտից, սիգարետից,
այլ վատ բաներից եւ ձեր առողջությունը մարզեք միայն մարզադաշտում, մարզադահլիճում։ Անկախ նրանից ինչ մարզաձևով եք զբաղվում, առողջ պահեք ձեր մարմինը։ Շնորհակալ եմ Արմեն ջան։ Այսօր այսքանը սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք ցտեսություն։